Հնդկաստան, հեքիաթային և ծայրահեղությունների շքեղ երկիր, որը գրավում է իր գույներով և ճարտարապետությամբ։ Կերամ Ամարաց ընկերությունը չշրջանցեց այս հնագույն երկիրը, ավելացնելով այն 2014 թվականի երկրների ցանկին Հնդկաստանի թեմատիկ հավաքածուով։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի չափազանց օրիգինալ և ինքնատիպ հավաքածու յուրահատկությունը գնահատողների համար։ Համեցեք ծանոթանալու այս տարվա նոր հնդկական հավաքածուին Կերամ Ամարացի նորաբաց խանութսրահում։ Ողջույն, Շանթի եթերում հայաստանյան X Factor-ի օրագիրն է։ Այս օրագրում կարող եք հետևել, թե ինչպես է ընթանում մրցութային երկրորդ համերգի փորձերը Գարիկի և Էմիի թիմերում։ Հիմա երեք աղջիկներին արդեն կտեսնենք այլ կերպարներով, օրինակ եթե Անահիտին հիշում ենք վերջին ելույթի ժամանակ, նա ավելի ակտիվ էր, ավելի գունավոր էր, ավելի պայծառ էր, այսօր կփորձենք այս ելույթի համար պատրաստել ավելի տխուր և զգացմունքային ելույթ։ Հիմա շատ մի երգի, որպեսզի չվնասես ձայնդ, բայց մի հատ սենց միտք առաջացավ, քանի որ ինքն հենց տխուր երգ է, դու մի քիչ հենց լացած երգի, ձայն պետք չի կուպլետները, ցույց տուր տրամադրություն։ Այս փուլին կկատարեմ, եթե մնամ իհարկե նախագծում, Emily Sandy My Kind of Love ստեղծագործությունը, որը շատ եմ սիրում, շատ շնորհակալ եմ Էմիին, որ հենց այս երգն է ընտրել ինձ համար։ Չգիտեմ, շատ հոգեհարազատ է եւ ամեն ինչ պետք է անեմ, որպեսզի շատ լավ կատարեմ։ Այս անգամ Մերին ելույթ կունենա որպես եւ դերասանուհի եւ երգչուհի, որովհետեւ Արմինեի հետ միասին Զարյան կփորձենք գեղեցիկ ելույթ ապահովել։ Լավ տոնայնություն է, հարմար է։ Շատ հարմար տոնայնություն։ Ինչ։ Չէ, շատ լավ է, կճվաս պետք չի։ Չէ, շատ լավ է, հարմար է։ Տոնն էլ է շատ լավ է։ Ինչ, իրան թվում է բարձր է։ Իրան թվում է ցածր է, չէ, կգոռաս։ Համե կգոռաս, անիմաստ է։ Կգոռա, պետք չի գոռալ։ Ինքն հենց բան հանգիստ երգ է ավելի։ Ոճային մեծ փոփոխություն եմ ունենալու եւ այս անգամ ներկայանալու եմ լրիվ այլ կերպով եւ որպես բեմականացման նման ինչ-որ հետաքրքիր բան է լինելու, այնպես որ հուսամ հեռուստադիտողին դուր կգա։ Ժաննայի հետ կապված փորձել ենք անել շատ գեղեցիկ ամպլակտ ելույթ, բայց չեմ ուզում գաղտնիքները բացել, ուղղակի կասեմ, որ երգը ընտրվել է Հայկոյի երգացանկից, Հայկոյի գրված երգերից է և բեմում կլինի Ժաննան և միայնակ, և միևնույն ժամանակ ոչ այդքան միայնակ։ Բաց բերան։ Հուսերից անսաման։ Բեյքն է աստեղ, բրեյկը։ Այդ պետք է պայմանավորվեք հենց պաուզա լինի, ինչքան պահես, այդքան քո օգուտն է։ Ընտրել ենք Էմի երգացանկից շատ հին երգ, մոտավորապես 10 տարվա մի պահ երգն է դա։ Այդ երգը վաղուց էի լսել, բայց այդպես չէր տպավորվել, քանի որ մի անգամ էի լսել, իսկ այս անգամ ուզում նստացնել երգի մեջ, որպեսզի իմը դարձնել ու նորովի ներկայացնել, որտեղ այսքան ժամանակ այդքան շատ չի հնչել երգը, ուզում եմ ինձնով այսպես ինձնով անել երգը ու նորովի ներկայացնել երգը,
Արդեն շատ եմ սիրում երգը։ Կարծում եմ շատ հետաքրքիր է լինելու, որովհետև այս անգամ կենթանի է լինելու նվագակցությունը։ Իհարկե հաճելի է ֆինուսներով երգում ենք արտասահմանյան երգերը, բայց ել ավելի հաճելի է նաև պատասխանատու եւ նվագակցում են քեզ։ Այս անգամ խոստանում եմ շատ լավ ներկանել, որտեղ անցած անգամ նեղվել եմ, որ այդքան լավ չստացվեց։ Խոստանում եմ լավ ներկանել, որտեղ շատ պատասխանատու է։ Առաջին որոշակի սանդղակ սահմանեցին բոլոր խմբերը առանձին իրենց համար։ Հիմա նպատակը միայն այն է, որ ինչ էլ անենք, արդեն սահմանված սանդղակից հանկարծ չիջնենք, եթե անում ենք, անենք մի քայլ ավելի բարձր բան, քան արել ենք։ Ես ընդհեմ լսում եմ, ես ականում։ Ավազոտ, բայց դի շատ էր, դի լրիվ Հələ փակ եմ։ Չէ, սպաս։ Դենևաս լավն էր։ Ես? Չէ, սենց առաջ որ ասում ենք հատական անենք։ Տնանոս խումբը անում է այնինչ ի սկզբանե անում էր, նրանք մի քիչ ավելի զուլալ տեսակն է երաժշտության իրանց մոտ, այսինքն քիչ գործիքներ, բայց մաքսիմալ էմոցիա։ Ներկայացնել ենք Adele-ի Don't You Remember երգը եւ բացի այդ էլ ասենք, որ օգտագործում էր մեր գործիքավորման մեջ բարաբան եւ դաշնամուր, այս անգամ նաեւ օգտագործել ենք նաեւ էֆեկտային ձայներ։ Ես կմիանամ այդ մեր խմբի երաժշտական մասին նաեւ, բացի վոկալայինից։ Բարդություն չկա տենց, բարդությունը երևի Նարինեինն է, երևի ամենադժվարը, որ համ պետք է երգի ու նվագի, էլի առաջ անգամ ասենց բան անելու։ Բարդ երգա պետք է առավելագույնս երևի։ Շատ տաղանդավոր աղջկա, ամեն ինչ լավ կլինի։ Եթե իմ ֆիրմենի ֆրազան, ամեն ինչ լավ կլինի։ Միկադո խումբը դեռ իր բռնաշանապարհով է շարժվում, այսինքն հայերեն երգերն են փորձում ներկայացնել այլ տարբերակով։ Всё, գիտարները մտան։ Մեկ էլ էֆեկտով մի արա, մի արա տենց հիմա, որովհետև ավելովա նույն բանը նվագես, ջամ, որ հասկացար, սա կայֆը կորում է, փապկացնում է այդ ամեն ինչը։ Եկեք հիմա մինչև այդտեղ գնում ենք։ Պահի, գնաց գիտարները։ Մենք երազենք էլ չի լսվելու ստեղուդը, ձև չկա պրոստը էլի, ինքը ասենք խոսքի բնությունից, ծառերից կերտած մի բան ու ասենք distortion կոքած վայրենի երկու հատ բան, բաս, որդից զուլալ գործիքը սարից հասնի մեզ։ Եկեք մի հատ գիտեք ոնց անենք, եկեք ես նույն ուդի պարծան հիմա գիտարով անենք պրոստը, այսով կսովորի ձեզնից, այսի քո վարպետությունն է։ Մենք կարանք գիտարի իրան խոսքի տանակ, սենց բան կարանք անենք։ Կալինի ոնց չի կարա չլնի։ Խորոզս տարա, անտունս ավիրվավ։ Մի հատ կտաս, ակորդը չգիտեմ, բայց կես կաշկեն ցույց տամ։ Չի լինի տես նվագել եսի։ Չիլնում այս բանով։ Իրան այն բանն ռեգիստրը պակասում է էլի, որում
մեզ պետք է հանդես գալ։ Ընդհանուր ամեն բան շատ լավ է, տրամադրվածությունը լավ է, փորձում ենք ամեն ինչ հասցնել, տեղավորվել այդ սուղ ժամանակի մեջ, որովհետև բոլորին տրված է ինչ-որ փոքր ժամանակահատված ու պետք է ամեն ինչ հասցնել այդ ժամանակի մեջ։ Որոշել ենք Eminem Rihanna-ի երգը I love the way you lie։ Ես այդ рэպը չգիտեի, որոնց սկսել սովորել այդքան էլ չեմ սիրում, բայց շատ եմ սիրում։ Երկի բարդությունը մեկ շպարերում եմ ինչով սովորեցին։ Երկը ունի կուպլետ։ Աուրա։ Այս վերսարում ինքը չունի կուպլետ։ Ռիանայով կուպլետ։ Նայ, ես երեք երեխեքին ասել եմ։ Երեք կուպլետ ինքը երկու մար է։ Երեք աղամա։ Երկի կուպլետը։ Սոնջա, կուպլետը։ Ուրա։ Արի մեջտեղը երկի։ Բարերը չգիտես ոչինչ, միակ թեկուս մեղեդիով երկի, որտեղ ինքը Հա, պետք է այդ տունը, անպայման պետք է, չէ շատ է։ Պետք է մի քիչ սպասեն էլի մարդիկ այդ рэպին, շատ ասես գալի։ Համբիկենք էլ նույնը, այսինքն ռուսերենն ամենաճիշտ բառը, բայց ասեմ այդպես, այն երգերը, որոնց մեջ դավկա կա եւ իրանք կարողանան ուղղակի դալիճին ստիպել, ոնց որ ասած շարժվել։ Մասնակիցների առօրյան շատ լարված է, համերգից համերգ ընկած ժամանակահատվածը կարճ, բացի հիմնական փորձերից մասնակիցներն անցնում են բեմական վարպետություն եւ պարի դասեր։ Իմ խորհուրդը եւս մասնակիցներին նա է, որ իրենք վայելեն ամեն վարկյանը բեմի վրա։ Բեմում գտնվել 3 րոպե, այդ ամեն մեկին չի տրվում, դա իրենք նույնպես որ չգիտեմ, իրենց համար պիտի իրենք այսինքն պարտաճանաչ լինեն, օգտվեն այդ ամեն ինչից։ Քայլ առաջ, վահե, քայլեք։ Առաջ, ձեռքերդ գրպանից հանի, ես ցենց քո հետ չեմ խոսում։ Մյուս անգամ, որ ասեմ պարի դաս, նշանակում է պիտի գաք սպորտ կոշիկներով, հա? Կապույտ ոչ շալվարով, ոչ է ցենց գծավոր մանք, սա պարի դասի հակուս չի։ Մի խոսքով հույսով եմ, որ այսքան բանից հետո չի կրկնվի։ Ձերս տվենայի, խոսքի տերն ես լինելու։ Երեխեք ջան, նուրբ և համեծ ձևով դուք պատժվում եք, դուրս։ Ինչպես որ ես եմ պարտաճանաչ, պարտադրում եմ դիմացինս նմանապես լինի պարտաճանաչ։ Ուղղակի մոռացել ենք։ Այս են հիստերիկ ծիծաղն է, որ մտելա դուրս չի գալի։ Ոտքերդ լայն բաց, մեծ բաց, ոտքերդ մեծ, ուսերն է աշխատում, ապրես։ Ապրես։ Ապրես, շարունակում է, գնացինք։ Մարմնից, վահե, իչի մի վախեցեք, չի ջարդվի ոչ մի բան։ Լացել բանը խնդում ենք։ Մեծ, Աննա, Շրջան, մեծ, պատատվեցինք, պատատվի մեջկո, պատատվեք մեջկո, դուք պիտի սովորեք, եթե բեմը մեծ, այդ ամբողջ բեմում դուք հսկա լինեք։ Դուք հիմա այս մեծ տարածությունը թողել եք, շրջանը ու չեք է ֆայմում, էլի, աման, ֆայմի բան այդ,
Տենում ես, քայլում ես, մյուսի ոտերը հանել ես եղունգները արդեն։ Չկա այլ տեղում չի։ Կանգնում եք, մեկ այդ մյուսին ասում, մի տրորի, ինձ մի տրորի, համաբացվեք։ Իմ հետևից արի, ես լայն վերցրել եմ։ Գնացին, երեխեք ջան, սովորաբար ինչ անում եմ, պիտի անեք։ Ինչ տրամադրության մեջ եմ, այդ տրամադրության մեջ պիտի լինեք։ Okay, կանգնեցի։ Ծնգները ձիգ չի, ծնգները ձիգ չի, ծնգները ձիգ չի, ծնգները բեմական, բեմական։ Ծնգները ձիգ չի, ծնգները ծալի, ծալի, ծալի ծնգները ծալի, ծնգները արա ծալի։ Ասում եմ ծնգները ծալի, ասում եմ ծալել են։ Այդ ղա ծունգըտ որն է։ Ծնգներդ գիտես որն է։ Ուշադիր, պարտաճանաչ եղեք, որ դառնաք, անպարտաճանաչը չի դառնում։ Բացահայտեք մասնակիցներին օրագրերի միջոցով, առայժմ։